Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այս շրջանում բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա մի քանի ամիս առաջ տեղափոխվեց այնտեղ դստեր հետ և պարզ չէ, թե շուտ կվերադառնա, թե այնուամենայնիվ հիմնական բնակության համար կմնա այնտեղ։ Նա այն հայտնիներից է, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում, իսկ թե ինչ է պատահել այս անգամ դիտեք։ Երբ որ երիտասարդներն են գրում իմ հասցեին ինչ-որ մի բաներ կամ կոմենտներ, ես դա կարամ նորմալ տանեմ, որտեղ մարդիկ ինքնահաստատման խնդիր ունեն։ Բայց որ ծոցերն են գրում հանդարտվի, կերազեիր իմ չափ գումար աշխատեիր, այս կյանքում ես վստահ եմ իմ հետևորդների 99% հիմա քեզ քլնգելու է, բայց հանդարտվի։ Ու ամենաբոցը նենց են ասում, էս էլ է եկե, ոնց որ իրանց պորտը ստեղ էին կտրել։ Էսի, ձեր ասած, այնքան թաքս ա մուծում, որ պետությունը ձեզ փոխտա, որ ապրեք։ Կարողացեք 6 ամսում գալ, այդքան թաքսեր վճարել պետությանը ու կայանալ ոտքի վրա մենակով ինքնուրույն։ Եթե պետքա կարամ սովորացնեմ, դասընթացներն էլ վճարովի են։ Հիմա արդեն անցնենք ավելի լուրջ թեմաներին։ Երեկվա սթորիներից հետ կապված շատ բաներ եք ինձ գրել, ոգևորիչ, թե Ամերիկայից, թե Հայաստանից, թե Ֆրանսիայից, թե Ռուսաստանից, որ համար շատ շնորհակալ եմ, որ դուք ակտիվ եք։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, մանավանդ հիմա որևէ գործունեություն իմ արվեստի մեջ չեմ ծավալում, բայց համենայն դեպս մյուս էջերից հետևում եք եւ տեսնում եք, որ պարապ չենք։ Այո, երբեմն գալիս է պահ, երբ որ իրոք կարոտում ես քո ամեն ինչը։ Ու նաեւ գիտեք, որ ես չի եկել եմ ստեղ եմ տես թաղվելու, այլ գնալու եմ։ Ու ես կուզեի, որ մեր երկրում մենթալիտետը մտածելակերպը այնքան փոխվեր, որ այն նույն բիզնեսը, նույն մեյքափը կլինի, նույն դերասանական արվեստը կլինի, healthy food-ը կլինի, այնքան զարգացած լիներ, որ մենք ուղղակի ուրիշ երկիր չգայինք դա ստեղծելու, այլ մեր իրոք իմ եւ շատ մարդկանց համար ցավալի է նմանատիպ գործունեությունները ծավալել այլ երկրում եւ հարստացնել այլ երկրի բյուջեն։ Բայց ինչ արած, մեզ մոտ մեր մենթալիտետը, մեր մտածելակերպը խանգարում է մեզ առաջ գնալուն։ Երբ որ մեյքափ էի անում, քլնգում էին, գարշ չունես մեյքափ ես անում, տենց տականքների շարք կա, չկայացած դիվան քշողներ, ինչպես ես եմ ասում։ Սկսեցի լայվեր անել առողջ ապրելակերպի հետ կապված, էլի քլնգեցին, այսինքն մենք միշտ վատն ենք ասում, լավը չենք տեսնում։ Իսկ այստեղ դու կարող ես ընտրություն անել ում հետ շփվելում հետ չէ։ Այնտեղ էլ ես անում, իհարկե դու ունես քո շրջապատը, սակայն լսարանը մեծ մասը հայերդ են, հայաստանցիներդ են։ Այստեղ դու առնչվում ես տարբեր ազգի հետ, մարդկանց հետ, ովքեր միմիայն փառաբանում են քո արածը, միմիայն գովերգում են քո արածը, միմիայն հպարտանում են եւ ամենավերջում շնորհակալ են լինում։ Երբ որ երիտասարդներն են գրում իմ հասցեին ինչ-որ մի բաներ կամ կոմենտներ, ես դա կարամ նորմալ տանեմ, որտեղ մարդիկ ինքնահաստատման խնդիր ունեն։ Բայց որ ծոցերն են գրում հանդարտվի, կերազեիր իմ չափ գումար աշխատեիր, այս կյանքում ես վստահ եմ իմ հետևորդների 99% հիմա քեզ քլնգելու է, բայց հանդարտվի։ Ու ամենաբոցը նենց են ասում, էս էլ է եկե, ոնց որ իրանց պորտը ստեղ էին կտրել։ Էսի, ձեր ասած, այնքան թաքս ա մուծում, որ պետությունը ձեզ փոխտա, որ ապրեք։ Կարողացեք 6 ամսում գալ, այդքան թաքսեր վճարել պետությանը ու կայանալ ոտքի վրա մենակով ինքնուրույն։ Եթե պետքա կարամ սովորացնեմ, դասընթացներն էլ վճարովի են։ Հիմա արդեն անցնենք ավելի լուրջ թեմաներին։ Երեկվա սթորիներից հետ կապված շատ բաներ եք ինձ գրել, ոգևորիչ, թե Ամերիկայից, թե Հայաստանից, թե Ֆրանսիայից, թե Ռուսաստանից, որ համար շատ շնորհակալ եմ, որ դուք ակտիվ եք։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, մանավանդ հիմա որևէ գործունեություն իմ արվեստի մեջ չեմ ծավալում, բայց համենայն դեպս մյուս էջերից հետևում եք եւ տեսնում եք, որ պարապ չենք։ Այո, երբեմն գալիս է պահ, երբ որ իրոք կարոտում ես քո ամեն ինչը։ Ու նաեւ գիտեք, որ ես չի եկել եմ ստեղ եմ տես թաղվելու, այլ գնալու եմ։ Ու ես կուզեի, որ մեր երկրում մենթալիտետը մտածելակերպը այնքան փոխվեր, որ այն նույն բիզնեսը, նույն մեյքափը կլինի, նույն դերասանական արվեստը կլինի, healthy food-ը կլինի, այնքան զարգացած լիներ, որ մենք ուղղակի ուրիշ երկիր չգայինք դա ստեղծելու, այլ մեր իրոք իմ եւ շատ մարդկանց համար
Ցավալի է նմանատիպ գործունեությունները ծավալել այլ երկրում եւ հարստացնել այլ երկրի բյուջեն։ Բայց ինչ արած, մեզ մոտ մեր մենթալիտետը, մեր մտածելակերպը խանգարում է մեզ առաջ գնալուն։ Երբ որ մեյքափ էի անում, քլնգում էին։ Գորշ չունես մեյքափ ես անում, տենց տականքների շարք կա, չկայացած դիվան քշողներ, ինչպես ես եմ ասում։ Սկսեցի լայվեր անել առողջ ապրելակերպի հետ կապված, էլի քլնգեցին, այսինքն մենք միշտ վատն ենք ասում, լավը չենք տեսնում։ Իսկ այստեղ դու կարող ես ընտրություն անել ում հետ շփվելու հետ չէ։ Այնտեղ էլ ես անում, իհարկե դու ունես քո շրջապատը, սակայն լսարանը մեծ մասը հայերը տեն, հայաստանցիները տեն։ Այստեղ դու առնչվում ես տարբեր ազգի հետ, մարդկանց հետ, ովքեր միմիայն փառաբանում են քո արածը, միմիայն գովերգում են քո արածը, միմիայն հպարտանում են եւ ամենավերջում շնորհակալ են։